se azatnevolte dantek miastnapor աղոթանենք։ Որդիան Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես սուրբ եղեցյան քո, եկեցի արքայություն քո, եղեցի գամ քո, որպես երկինս է վերգրի։ Ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես էր մենք թողունք մերոց բարդաբանած։ Եմիդանից մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիկոյե արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն։ Սուրբ խաչի վսաչ Եսուս Դեր Սիսովա փրկես է մեզի մեղած եւ գեցուս է շնորհի ողորմության իր ամենագահ Տեր Աստված մեր գեցո է որմյան։ Բահբանին չեւույս հավատացյալ է Քրիստոս Աստված մեր։ Բահիա բադսպարի օրնյա։ Սպանագս եւ զինվորս ժողովուրդս հայոց։ Ընտովանյավ սուրբ եւ բադվական խաչի խաղությամբ։ Բրգե հերևել եւ աներևույթ տշամույն։ Արժանավոր Յակովության բարավորը լսկես, ընթոր եւ ընսրբով փույթ, աժմ եւ միշտ հավիդյանս հավիդենից ամեն։ Բարև ձեզ, սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, սկսում ենք հայոց բանակի 34-րդ տարեդարձին նվիրված մեր միջոցառումը։ Վերջացել է 44-օրյա մրցավանջը, բայց մեր մեջ երկար է մնալու։ Երկար ենք զգալու այն ցավը, որը մեր մեջ կա, եւ այնտեղ երկար ժամանակ չի դադարելու ցավել։ Ասում են, եթե դեռ ցավ ես զգում, նշանակում է դեռ ողջ ես։ Ուրեմն, քանի դեռ ողջ ենք, պիտի ապրենք ու արարենք, պիտի դասեր քաղենք սեփական սխալներից ու պատասխանատվություն վերցնենք մեր վրա, ամեն ինչ անելու, որպեսզի մեր սերունդները չզգան այն, ինչ մենք զգացինք։ Խնդրում եմ մեկ րոպե լրությամբ հարգենք Արցախյան բոլոր պատերազմներին զոհված մարտիկիների հիշատակը։ Շնորհակալություն։ Հայ ժողովուրդ, իր գոյության ողջ ընթացքում տոգորված է եղել հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարով։ Հիշենք Հայկ Նահապետին, հիշենք հայկյան աղեղը և կհամոզվենք, որ հենց հայրենիքի պաշտպանության դրվագով է սկսվում է հայոց պատմությունը։ Իսկ որն է
յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը։ Յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը զինված ուժերի առկայությունն է։ Զինված ուժերը զորու են հակարված տալ ամեն մի ոտնձգության։
տարածաշրջանում, ուր որոշ հարևաններ մեր հանդեպ ունեն թշնամական նկրտումներ, և մեր անկախությունն ու անվտանգությունը կարող է ապահովել միայն հզոր ու մարտունակ բանակը։ Դուք ճիշտ եք, գույս է դնել մեկ այլ արտաքին ուժի վրա, մոռանալ պատմության դառը դասերը, կործանարար կլինի մեր հայրենիքի համար։ Միայն հզոր բանակի առկայության դեպքում կարող է լինել արդյունավետ արտաքին քաղաքականություն և անվտանգ ու ապահով հայրենիք։ Իսկ որն է հայ զինվորի հաջողության գրավականը։ Հայ զինվորի հաջողության գրավականը անսահման սերն ու նվիրումն է հայրենիքի հանդեպ։ Եվ իրականացավ հայ ժողովրդի ամենանվիրական ցանկությունը՝ ստեղծվեց հայոց բանակը։ թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին պատմական որոշումը, որն ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։
հերոսացած, հայոց երկի հզոր վարակ, քո մարտական ջահը վառած, պահիր, որպես փառքի պսակ, մարտիկներիդ համախմբիր, սատար կանգնիր քո վեազգին, ամուր պահիր սահմանները, Աստված ուժ տա քո կուր բասկին։ Իսկ այժմ կներկայացնենք մի փոքրիկ բեմականացում, մայրը որդուն ճանապարհում է բանակ։ Ուշադրություն, ուշադրություն, բոլոր նորակոճիկները բարձրանան ավտոբուս։ Մելքոնյան Գևորգ, Բդոյան Գևորգ, Ավակյան Վարդգես, Կարապետյան Ռուստամ, Մաքյան Գրիգոր, Արևիկյան Սետրակ, Ասլանյան Սիմավոն, Սուքյասյան Սևակ։ Բարի ճանապարհ ու բարի ծառայություն ենք մաղթում ձմեռային զորակոչին բանակ մեկնած Փանիքսի հայորդիներին։ Տեր Աստված, պահպանիր մեր բոլոր զինվորներին, ինչպես նրանք են պահպանում մեր երկրի սահմանները։ Թող նրանց քայլը լինի ամուր, իսկ սիրտը խաղաղ։ Եվ թող Աստծո օրհնությունը մշտապես լինի նրանց վրա, այսօր, վաղը և միշտ։ Մենք քո կողքին ենք, դու քո կյանքի զարթոնքում, հայացքը ցևերած բայր դեպի հեռու։ Քո կողքին են ավականքերդ, հայրդ, հոր եղբայրդ, ուսուցիչդ։ Մենք միասին ենք, մենք հզոր ենք, մենք պայքարում ենք մեր սուրբ հողի համար, որը երբեք չենք զիջելու։ Փառք ու պատիվ զինվորների, մեր քաջարի տղաների, եղեք տոկուն, եղեք կանգուն, ու մեզ բերեք ուրախություն։ Լավ ծառայեք, իրար հարգեք ու ձեր կյանքը սիրով ապրեք։ Կանցնի ամեն դժվարություն ու կդառնա հիշողություն։ Իմ զավակներ, լավ հիշեցեք, ձեր մայրերի ճրագն եք դուք, հայրենիքի պատիվն եք դուք։ Դուք եք մեր սերն ու հույսը, հայոց ազգի անմար լույսը։ Այս խոսքերս լավ հիշեցեք, իրարով միշտ հպարտացեք։ Իմ զինվոր եղբայր, դու խոստացել ես, հաստատ պիտի գաս, թեկուզ մի քիչ ուշ, բայց գիտեմ, կգաս, ուզում եմ, որ գաս քո համազգեստով, ուզում եմ, որ գաս պատվով, հարգանքով, ուզում եմ, որ գաս հպարտ հայացքով, ուզում եմ, որ գաս շքանշանով, ուզում եմ, երբ գաս քո գիրկը վազեմ, զինվոր եղբայրս տուն եկավ ասեմ։
աննպատելի ես, խոնարհվում ենք քո առաջ, հայ զինվոր, դու խիզախ ես, անբախ, հպարտ ու գիտուն։ Անկախության ուղին բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր մարդունակ բանակ ունենալը, բանակ իսորացման ու զինվորին աջակցելը, մադաղ սենտի ոգիներում հայրենասիրություն ու մարդունակություն սերմանելը։ Սիրելի զինվոր, դու մեր այսօրվա սահմանն ես, վաղվա երկրի տերը։ Այս դժվար օրերին դու կանգնեցիր ոխերի ու անարդ թշնամու առաջ, կանգնեցիր ասասան, հպարտ ու աներկբա։ Փառք ու պատիվ այն հայրորդիներին, ովքեր իրենց արյան ու կյանքի գնով պահեցին հայրենի հողը, հավերժ շիշատակ քեզ, սուրբ նահատակ։ Շնորհակալություն, հայ զինվոր, հայ մարդ, հայ ոգի։
Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, շնորհակալություն ենք հայտնում Հայոց բանակի 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար։ Հարգելի համագյուղացիներ, սիրելի լույեր, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ։ Ես էլ եմ միանում շնորհավորանքների մեր զինված ուժերի կապակցությամբ, ցանկանալով մեր բանակին հաջողություններ, խաղաղ երկինք, մեր զինվորների կանանց ճանապարհ, թող ծառայեն խաղաղության մեջ, թող բոլորները բարով վերադառնան իրենց օջախները։ Ինչ մնում է միջոցառմանը, շնորհակալություն եմ հայտնում նախ եւ առաջ մեր աշակերտներին, մեր տաղանդավոր աշակերտներին։ Ոչ մի բանից երկու շաբաթվա ընթացքում միջոցառում ունեցանք, գիտեք, դպրոցի պայմանները ինչ էր, բայց ստացվեց։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ կազմակերպիչներին, ընկեր Գրիգորյանցին գլխավորությամբ, ընկեր Սերոբյան, նաեւ Ավակյան Պարի ստուդիային ընկեր Մարիամին, շնորհակալություն, որ միացան օգնեցին այս միջոցառումը կազմակերպեց։ Մի խոսքով շնորհավոր զինված ուժերի օր 34-րդ տարելից։ Շնորհակալություն։ Եթե ցանկացողներ կան, խնդրեմ, պարոն Մատյան, հանեցեք։ Հայտելի մանկավարժական կոլեկտիվ, ծնողներ, սիրելի աշակերտներ, ես շնորհավորում եմ Հայոց բանակի 34-ամյակի կապակցությամբ, եթե մենք հետին հայացք ենք գցում բանակի կազմավորմանը եւ այսօր բանակի անցած ճանապարհը մեր բանակը միշտ եղել է հաղթող, մեր զինվորը միշտ եղել է հաղթող, երբևիցե ոչ մեկիս մտքով չանցնի, որ մեր զինվորը պարտվել է։ Երբեք մեր բանակը, մեր զինվորը չի պարտվել։ Սա է իրականությունը եւ բոլորիս համար է այսօր դժվար է խոսք ասել, բայց բանակի համար ես անձամբ հմբարձությամբ ասում եմ, որ իրականում մեր բանակը կայացել է եւ կայանալու է բոլոր արգումենտներով։ Մենք բոլորս գիտենք անցած ճանապարհը մեր երկրի 34 տարվա բանակը ինչ ուղիներ անցել, ֆիդայական մինչև այսօր։ Եվ այսօր մենք հարգելի հյուրեր, ծնողներ, մենք ունենք կայացած բանակ։ Եվ մի քանի տարի պետք է ժամանակ է պետք, որպեսզի մենք մեր խոսքը ասենք։ Բնականաբար բոլորս է տեսնում ենք, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում գնում է աշխարհաքաղաքական նոր բաժանումներ։ Եվ այդ բաժանման, աշխարհաքաղաքական բաժանման մեջ մենք պետք է խելամիտ լինենք, որպեսզի ոտքի տակ չգնանք։ Եվ երբեք չասենք ես, մենք։ Մենք պետք է խելոք արտաքին եւ ներքին դիվանագիտություն անցկացնենք, որպեսզի կարողանանք այս մի բուրդ օղը մեր ժողովուրդը ոչ միայն տեղում պահպանել, այլ մենք ունենք սփյուռք, մենք պետք է մտածենք նաև մեր աշխարհասփյուռ ժողովրդի մասին, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում, Ամերիկայում, որոնք մեր նայում են մեր խելամիտ հայրերին։ Այսքանը ես կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս ու իմացեք, մեր ազգը որտեղ չէ, գնալու ենք առաջ։ Աշխարհաքաղաքական նկարդումներ կլինեն, բայց մի օր մենք հավաքվելու ենք իրար եւ մեր խոսքը բնականաբար ասելու ենք եւ տնտեսության մեջ եւ աշխարհաքաղաքական բաժանումների մեջ։ Կրկին շնորհավորում եմ պարոն Մանգոնյան, շնորհակալություն եմ հայտնում միջոցառումը կազմակերպիչներից, որովհետև կյանքը սրանով է շարունակվում
համայնքը, գյուղը շարունակում է այսպես միջոցառումներով, առանց էլ մենք այս հեռախոսներով, մյուսներով, մենք կենտանի շփումներ շատ քիչ ենք ունել։ Դրա համար մեզ պետք է այսպիսի գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել համայնքում, գյուղում, որպեսզի կյանքը շարունակվի։ Շնորհակալություն, Մարիամ ջան, շնորհակալ եմ աղջիկ ջան, քեզ հետագա հաջողություններ եւ մենք թեւուտիկունք ենք ձեզ բոլորիդ, նաեւ ես առիթից ասեմ, շնորհավորում եմ մեր դպրոցի հիմնանորոգումից հետո առաջի օրը, չէ, 26-ին մենք դասապրոցես անցկացրեցինք եւ հարգելի ծնողներ, հարգելի աշակերտներ, ես ձեզ ասեմ, վերեք մեր տան պես պահենք այդ վերանորոգված դպրոցը։ Ակամայից նախ ուժում եմ դրոց ժողովրդյան շնորհակալություն ուսուցչական կոլեկտիվին այս հրաշալի միջոցառման համար կազմակերպիչների տնօրեն ճանաչարաբար։ Ակամայից հիշեցի բանակի կազմավորմանը սկիզբը 92 թվականի մարտամսին ես Ղարաբաղում էի, սոված ենք, չկար հաց։ Ջավախից ծավալ էր ուղարկե տոբրակ կոֆե աղացր էր, ծավալը ալոր դարսեցինք, նարխուա ունենք աղասի։ Դրանով շինգալով հաց սարդից ու ամոք դարսակ էր, հացից որտվեց ու հիմա պատկերացրեք, թե ինչ դժվարություններ ուներ, բանակը ստեղծվել, հակուշ չկա և այլն։ Ես ուզում եմ, որ այսօր ինչպես մենք մեր դպրոցում սովորել տարիներին ոգևորում ենք մեզերի անցած ուղերով Միքայել Հատարշյանի, Ալեքսանդր Օտանյանի, Հատովեսյան մի խնդի կերպարը բոլորիս համար ոգեշնչող էր, թե գնացել է թշնամու թիկունք, գերեվարել թշնամու, վեավորվել, որ գիցեզել է թշնամու ու անցել էր սաման։ Ես ուզում եմ, որ այսօր մեր սերունդը թող մենք չմոռանանք ունեցել ենք Արտակ Բաղդասարյան, որը 94 թվականի ընթացքում հունվարից մինչև հրադադար 11 միավոր թշնամու միավոր հաղորդել արժանացավ Մարտական խաչ առաջին Աշճանի, մենք այդ ձևի հերոստանները ենք ունեցել, ձեր տղաները շնորհիվ է, որ բանակը կայունացել է, ուզում եմ, որ մեջ սիրելի ժողով, այն 90-ական թվականների ոգի նորից արժման, երբ Ղարաբաղի համար ալուր էին հավաքում, վարել էին հավաքում, մարդկանը Երդում են երկու ալյուր, մեր երդում վարկում են Ղարաբաղ, մեր երդում իրենց են, մեր ուրիշ հոգեբանություն ես։ Ուրեմն շնորհավորում եմ բոլորիդ բանակի կայացման համար, թող մեր զինվորները բարով անփորձանք վերադառնան իրենց օջախները, չկա ավելի մեծ իջանք, քան զինվորը գերգախանում է իր նոր ստիրծաններ են, հաջողություն բոլորիդ առողջ է, եկին անգամ Սիրելի հարազատներ, առաջին երկիր ուզում եմ շնորհավորել տնօրենության ուսուցչական կազմին այս գեղեցիկ միջոցառման ներկայացրեցին։ Իսկապես մեզ երկերով, բարով ոգևորեցին, թե ով է հայը։ Ով է հայը և ինչ կարող է տալ աշխարհին, իր մշակույթով, իր արվեստով, իր զարգացումներով։ Եվ մի կողմից այլ ուզում եմ շնորհավորել 34 տարվա տարեդարձի արիտով հայոց բանակին, որ այսօր մեր առաջ տրված է անվտանգություն և հաճախ լսում ենք խաղաղություն։ Սա ինչ որ մենք լսում ենք սիրելի հարազատներ խաղաղության օրագար, ժամանակ շահելու համար է։ Մեզ կապահով է մեր խաղաղությունը, մեր հզոր զենքի ձեռքբերումը։ Եվ մեր հայ զինվորներին
գրգին անգամ վստահությունը, որ այո, մենք քեզ հզոր զենքով կարող ենք ապահովել հսկել մեր սահմանի բոլոր ծայրամասերը։ Այնպես որ մեր աղոթն Աստված մեր բոլոր հայոց բանակին զինվորներին, որ այսօր եւ հարադեպ դարների վեր կանգնած են սահմանին իրենց արյան գնով։ Ճիշտ է, տվականներին, 90 տվականներին, ինչ որ միշտ կլսենք, շատ լավ բաներ արել, ինչ որ ունեն, իրենց սիրտ անգամ տվել են, բայց այսօր մեզից կպահանջվի մի բան, տեխնոլոգիա աշխարհի մեջ, արդյունավետ աշխարհի մեջ սարսափ թողնել թշնամու դեմ։ Ուրեմն մեր վստահությունը, որ կա, այդ պայմանագիրի ստորագրության խաղաղության թղթերը չեն, այլ մեր վստահությունը է քեր հզոր զենք ունենալ, դրա կողմին վերադարձ մեր ժողովրդին դեպի Աստված։ Չբավարարվենք միայն մագերեսային քրիստոնյա լինել կամ կոբասանքներով հբարտ լինենք, որ մենք հայ պետություն ունեցել ենք առաջին քրիստոնյա։ Ուրեմն մեր վերադարձը դեպի Քրիստոս, դեպի Աստված, դա կապահովի մեր խաղաղություն ներքին եւ մնայուն գերբով հայ ժողովրդի խաղաղ ապրի անվտանգ երկրի մեջ, որով տեսնում ենք Քրիստոսը իր խոսքերի մեջ ինչ ասաց. Ես հաղթեցի աշխարհին, չուներ զենք, բայց իր կողքին ուներ Աստվածային ամբողջ ջրությունը, իր մահով յուրաքանչյուրիս սպերեց հաղթություն մահվան, յուրաքանչյուրիս առաջ բացեց հարություն, ինչու համար, որովհետև ապրում էր Աստվածային ամբողջական սիրով, որ եթե մենք ուզում ենք սիրելի քույր եղբայրներ, մենք մեր բաժինը անենք, պետություն ունի իր բաժինը, որ պիտի ուժեղացնե բանակը, մենք էլ մեր բաժին ունենք Քրիստոսի միակ պատվիրանը պահել, միակ պատվիրան տվեց, որն է սիրեցեք իրար, ինչպես ես սիրեցիք, սա է մեր խաղաղության պայմանագիրը, առաջին հերթին մենք մեր անձերին հետ տնենք, երկրորդը ենք Աստծուն հետ, որ ուզում է այո խաղաղ ապրենք, հաջորդը հայ հետ տնենք խաղաղ, որ մեկը մյուսին կողքից լավադես տնենք, մեկը մյուսին իսկապես կարող ենք սիրել եւ ներել։ Այնպես որ գրգին անգամ աղոթում ենք Աստված, որպեսզի հայ ժողովուրդը ապրի երկրի վրա խաղաղ, գեցի հայոց բանակը եւ հայ զինվորը։ Շնորհակալություն բոլորին։